Ողջույն սիրելի հետևորդներ, ԱՄՆ գլխավոր լուրերն այսօրի սկզբանե պետք է բազմաբովանդակ լիներ, սակայն Սպիտակ տանից ստացվող տեղեկությունները մեզ ստիպեցին սպասել եւ ավելի ուշ ու մանրամասն տեղեկացնել ողջ պատմությունը։ Հավանաբար արդեն բոլորդ գիտեք, իսկ եթե ոչ, ապա տեղեկացնեմ, որ Միացյալ Նահանգները ուղիղ հարված է հասցրել Իրանին, բայց գանք պատմությունը սկզբից։ Առավոտյան տեղեկություն տարածվեց, որ Միացյալ Նահանգները տեղափոխում է պիթու տեսակի ռմբակոծիչներ Խաղաղօվկիանոսյան Գուամ կղզի, այն պահին, երբ նախագահ Դոնալդ Թրամփը դեռևս հստակ չէր պատասխանում, ներգրավելու է արդյոք Միացյալ Նահանգները Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացվող հարվածներին։ Առավոտյան դեռևս անհասկանալի էր, արդյոք այս տեղաշարժը կապված է Մերձավոր Արևելքում ծագած լարվածության հետ։ Պիթու ռմբակոծիչը կարող է զինվել մինչև 30,000 ֆունտ քաշով GBU-57 տեսակի խորը թիրախների ոչնչացման ռումբով, որը նախատեսված է ստորգետնյա կառույցները ոչնչացնելու համար։ Փորձագետները նշում էին, որ այն կարող է օգտագործվել Իրանի միջուկային օբյեկտների, այդ թվում Ֆորդոյի խորը թաքնված միջուկային կենտրոնի դեմ։ Պաշտոնյաները հրաժարվել էին հրապարակել մանրամասներ։ Պենտագոնը չէր արձագանքել մեկնաբանության հարցմանը։ Իսրայելն այսօր հայտարարել է, որ սպանել է վետերան իրանցի հրամանատարի փոխադարձ հարձակումների ընթացքում, որոնք շարունակվում են ավելի քան մեկ շաբաթ։ Իսրայելը պնդում է, որ Իրանը գտնվում է միջուկային զենքի ստեղծման շեմին, մինչդեռ Թեհրանը պնդում է, թե իր ծրագիրը բացառապես խաղաղ նպատակ ունի։ Իրանն արդեն հայտարարել է, որ միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ չի վարի սպառնալիքների պայմաններում։ Նախագահ Թրամփը օրեր առաջ ասել էր, որ իրեն 2 շաբաթ է անհրաժեշտ որոշում կայացնելու համար, արդյոք Միացյալ Նահանգները կմիանա Իսրայելի գործողություններին։ Ես ունեմ որոշ գաղափարներ, բայց վերջնական որոշում եմ կայացնում հենց վերջին պահին, ասել էր Թրամփը։ Սակայն Իսրայելի պաշտոնյաները հայտնել էին Թրամփի վարչակազմին, որ չեն ցանկանում սպասել 2 շաբաթ, մինչև Իրանը համաձայնի հրաժարվել իր հիմնական միջուկային հնարավորություններից։ Նրանց խոսքով Իսրայելը կարող է ինքնուրույն գործել մինչև ժամկետի ավարտը։ Իսրայելը իր մտահոգությունները հայտնել է Թրամփի վարչակազմի պաշտոնյաների հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Զրույցի մասնակիցների թվում են եղել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, պաշտպանության նախարարը Իսրայել Կացը եւ Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսն ու պաշտպանության նախարար Փեթ Հեքսեթը։ Սպիտակ տունը հրաժարվել էր մեկնաբանել նաեւ այս զրույցը։ Նեթանյահուի գրասենյակը եւ Իրանի առաքելությունը ՄԱԿ-ում նույնպես չեն արձագանքել լրատվամիջոցների հարցմանը։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը True Social հարթակում հայտարարել էր, որ հանդես կգա ազգին ուղղված ուղերձով, հայտնելով Իրանում 3 միջուկային օբյեկտների վրա շատ հաջողված հարձակման մասին։ True Social-ում հրապարակված գրառման մեջ Թրամփը նշել է. բոլոր ինքնաթիռները ապահով վերադառնում են, հարվածները անվանելով հաջողված։ Ահա թե ինչ հայտարարություն է արել նախագահ Թրամփը։ Շնորհակալ եմ։ Քիչ առաջ Միացյալ Նահանգների զինված ուժերը խոցեցին 3 հիմնական միջուկային օբյեկտներ Իրանի վարչակարգում՝ Ֆորդո, Նաթանզ եւ Սպահան։ Այս անունները բոլորը լսել են տարիներ շարունակ, քանի որ Իրանը կառուցում էր իր կործանարար միջուկային ծրագիրը։ Մեր նպատակն էր ոչնչացնել Իրանի ուրանի հարստացման կարողությունները եւ դադարեցնել միջուկային սպառնալիքը, որն առաջացնում է աշխարհում թիվ 1 ահաբեկչության հովանավոր պետությունը։ Այս գիշեր ես կարող եմ հայտնել աշխարհին, որ հարվածները եղել են փայլուն ռազմական հաջողություն։ Իրանի հիմնական միջուկային հարստացման կենտրոնները ամբողջությամբ եւ լիովին ոչնչացվել են։ Իրանը Մերձավոր Արևելքի գոռոզը այժմ պարտավոր է ընտրել խաղաղությունը։ Եթե դա չանեն, ապագա հարվածները լինելու են շատ ավելի հզոր ու անհամեմատ ավելի դյուրին։ 40 տարի շարունակ Իրանը վանկարկել է մահ Ամերիկային, մահ Իսրայելին։ Նրանք սպանել են մեր քաղաքացիներին, մասնատել նրանց ձեռքերն ու ոտքերը ճանապարհի վրա տեղադրված ռումբերով։ Դա նրանց մասնագիտությունն էր։ Մենք կորցրել ենք ավելի քան 1000 ամերիկացի եւ 100 հազարավոր մարդիկ Մերձավոր Արևելքում եւ ամբողջ աշխարհում զոհվել են իրենց ատելության հետևանքով։ Մասնավորապես այդ զոհերից շատերը սպանվել են իրենց գեներալ Քասեմ Սոլեյմանիի կողմից։ Ես վաղուց որոշել էի, որ թույլ չեմ տա, որ սա շարունակվի, եւ դա այլևս չի շարունակվի։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել եւ շնորհավորել վարչապետ Բենյամին Նեթանյահուին։ Մենք աշխատեցինք որպես մի թիմ, ինչպես հավանաբար երբևէ ոչ մի թիմ չի աշխատել, եւ մենք ահռելի քայլ առաջ ենք կատարել ջնջելու Իսրայելի դեմ ուղղված այս սարսափելի սպառնալիքը։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Իսրայելի զինված ուժերին նրանց գերազանց աշխատանքի համար, բայց առավել կարևոր է եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել Ամերիկայի հիանալի հայրենասերներին, ովքեր այս գիշեր օդ բարձրացրեցին այդ հզոր ինքնաթիռները, ինչպես նաեւ ողջ ԱՄՆ զինված ուժերին այս գործողության համար, որի նմանը աշխարհը չի տեսել տասնամյակներ շարունակ։ Հուսով եմ, որ այլևս անհրաժեշտություն չի լինի նրանց ներգրավելու նման գործողություններում։ Շատ կցանկանայի, որ դա այդպես լիներ։ Ցանկանում եմ նաեւ շնորհավորել Գլխավոր շտաբի պետերի Միացյալ կոմիտեի նախագահ գեներալ Դեն Ռեյզենքեյնին, այդ բացառիկ զորահրամանատարին, ինչպես նաեւ բոլոր փայլուն ռազմական գործիչներին, ովքեր ներգրաված էին այս հարձակման պլանավորման ու իրագործման գործում։
Այնուամենայնիվ պետք է ասել հստակ, սա չի կարող շարունակվել։ Կլինի կամ խաղաղություն, կամ Իրանի համար մի ողբերգություն, որը կգերազանցի այն ամենը, ինչ մենք տեսել ենք վերջին 8 օրերի ընթացքում։ Հիշեք, կան շատ այլ թիրախներ։ Այս գիշերվա թիրախը ամենաբարդն էր, անչափ խորքային եւ գուցե ամենավտանգավորը։ Բայց եթե խաղաղությունը չգա արագ, մենք կհարվածենք այդ մնացած թիրախներին ճշգրտությամբ, արագությամբ եւ վարպետությամբ։ Նրանց մեծ մասը կարող ենք ոչնչացնել մի քանի րոպեում։ Աշխարհում չկա որևէ բանակ, որ կարողանար անել այն, ինչ մենք արեցինք այս գիշեր։ Ոչ մի բանակ չի ունեցել նման կարողություններ պատմության մեջ։ Վաղ առավոտյան գեներալ Քեյնը եւ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը մամուլի ասուլիս կունենան Պենտագոնում առավոտյան ժամը 8-ին։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին եւ հատկապես Աստծուն։ Ուզում եմ պարզապես ասել. Աստված, մենք սիրում ենք քեզ եւ մենք սիրում ենք մեր մեծ ու հերոսական բանակը, պաշտպանիր նրանց։ Թող Աստված օրհնի Մերձավոր Արևելքը, թող Աստված օրհնի Իսրայելը, թող Աստված օրհնի Ամերիկան։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Մինչև այս հարվածները, Իսրայելի օդային հարվածներից վիրավոր քաղաքացիները Թեհրանում խոսել են այն պահի մասին, երբ պայթյուններից վիրավորվել են։ Թեհրանի բնակիչ Նազարին պատմել է, որ հարվածի ալիքից իրեն շպրտել է պատին։ 38-ամյա կինը հավելել է, որ չի հիշում որքան ժամանակ է անգիտակից եղել, մինչև հարևանը նրան տեղափոխել է հիվանդանոց։ Մյուս վիրավորը, որը ականատես է եղել նավթային պահեստի հարվածներին, կոչ է արել ուժեղ պատասխան տալ։ Եթե նրանք 2 անգամ հարվածել են մեզ, մենք պետք է 10 անգամ պատասխան տանք, ասել է նա։ Շաբաթ օրը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Իրանի առողջապահության փոխնախարարը հայտնել է, որ իսրայելական հարվածների հետևանքով տուժել են քաղաքացիական անձինք։ Այս հարցի վերաբերյալ իսրայելական զինված ուժերի պաշտոնյան արձագանքել է, նշելով, որ թիրախավորվել են միայն ռազմական օբյեկտներ, սակայն որոշ դեպքերում կարող է լինել ուղեկցող կողմնակի վնաս։ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Իսրայելի օդային հարվածների հետևանքով Իրանում զոհվել է ավելի քան 600 մարդ, ըստ իրանցի մարդու իրավունքների պաշտպանների լրատվական գործակալության։ Իսրայելի տվյալներով Իրանի հարձակումների հետևանքով Իսրայելում զոհվել է 24 քաղաքացիական անձ։ Շաբաթ օրը Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է, որ սպանվել է Իսադի Սեդադին, վետերան իրանցի հրամանատարներից մեկը։ Սեդադին ղեկավարում էր Քուց ուժերի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի արտասահմանյան ստորաբաժանումը Պաղեստինի ուղղությամբ։ Իրանական ԶԼՄ-ների տվյալներով Կերամաբադ քաղաքում իրականացված հարվածների արդյունքում զոհվել է հեղափոխության պահապանների 5 անդամ, սակայն Սեդադիի անունը պաշտոնապես չի նշվել։ Այսօրվա համար այսքանը։ Ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար։ Խաղաղ եղեք։